Միջնակարգում են մենք նախագահին ենք սպասում, ուրիշ ոչ մեկին, նախագահին, հերիք եղավ մեզ հոլի պես վռացնեն։ Թող դուրս գան մեզ պատասխան տան, թող դուրս գան, մենք այսօր կանգնել ենք հանրապետականի կողքը, թող դուրս գա պատասխան տա, եթե ամենակներ կի ասում են դուք ինչի եք ընդդիմության կողքը, ես ոչ մեկի կողքը չեմ, ես արդարության կողքն եմ, ես ուզում եմ իմանամ ինչ արել իմ երեխային, որ գազոնաբար սպանել են, հոշոտել են հայոց բանակում, Երանի թուրքը հոշոտեր իմ երեխուն, Երանի թուրքը հոշոտեր, Թող թուրքը սպաներ իմ ոչ թե թուրքի դիմակով ես հայ կոչված բոլորիները, Ուրեմն դուք հիշում ուրեմ չեն հիշում ոչ մի պայմանավորված, բոլորը խաբեբաներ եք, ֆուտբոլներ եք, զինվորական դատախազը, քննչականը, հիշում եք որ ասեցի ուղիղ եթերով։ Ես ինքս հայտարարում եմ, չունեք զինվորական դատախազ, որտեղ ինքը լակոտ է, ես հայտարարում եմ, որովհետև ինքը դեպքի վայր գալով մայիսի 14-ին հայտարարեց, որ կասկած չկա 10-15 հոգու ներկայությամբ։ Բոլորը գտնվում են ռազմական ոստիկանությունում։ 10-15 հոգու ներկայությամբ հայտարարեց։ Բոլոր լրատվամիջոցները, բոլոր ցանկանում են։ Կասկած չկա, որ դեպքի վայրը կեղծված է։ Տիկին գալ, մի րոպե։ Խնդրում եմ ձեզ մի րոպե։ Գալս Արմենաթերթում թղթակիցը հարց է տալիս, Տիգրան Օհանջանյանի ծնողները այսպես են ասում։ Կիմի բղավեք, հանգիստ ասեք, հանգստացեք։ Նա պատասխանում է, ես նման բան չեմ ասել։ Եթե ես մայիսի 14-ին ես լրագիր կետեյեմում ինտերվյու եմ տալի, որ այո դատախազ այսպիսի հայտարարություն արել, նա ինչու չի հերքել, ինչու չի հերքել իր արտասանած, ինչու, ես, բարոն Ղուկասյան, ես ինչու պիտի այսօր գայի էստեղ, որ դուք ես ինձ հրավիրեք Մեկ ամիս առաջ ենք ձեզ ասել, որ տես բան լինելու է, չէ՞։ Մի ամիս առաջ, հիշում եք։ Այո, ոչ մի ամսում ես ստացա մի նախադասության պատասխան։ Դուք սխալ եք լսել ձեր ականջով, դուք սխալ եք լսել այդ նախադասությունը։ Հիմա բոլորը, ովքեր ցանկանում են լրագրողները, Վարդան Ղուկասյան փոխնախարար աշխատակազմից, գեներալ լեյտենանտ Գասպարյանի, ովքեր ցանկանում են լրագրողները, ծնողների հետ միասին, որտեղ ծնողները, հարգելի ծնողներ, ձեր քննիչները, քննչականի պետերը, բոլորը դալիճում, հիմա սպասում են ձեզ։ Ամեն մեկին կտրվի իր հուզող հարցի պատասխանը։ Քննիչն է մեղավոր, քննիչը։ Դուք եք սխալ բան հասկացել։ Մի ամիս առաջ ենք մենք պարոն։ Ես արդեն մի քննիչի դատի եմ տվել, ոչ մեկը, ոչ դատախազությունը, ոչ ռազմական ոստիկանությունը չի կանգնել իմ կողքը, որ ասի այո, Գնել Մանուկյանը սրիկա է, որ իրեղենապացույց իրականում դեպքի վայրից է գրանցել, բայց վերցրել է պահեսից, ինչ է նշանակում։ Ես դա գիտեմ, չէ՞։ Այո, գիտեք, բայց ինչ է կարել։ Բոլոր, ուրեմն տարբեր ռեգիոններում ամենաշատը տեղի ունեցել, չէ՞, Վայքում, Բանակարճախբյուրում, Գեղարքունի, բոլոր կայազորի, քննչականի պետերը հիմա գտնվում են ռազմական ոստիկանության դալիճում, գտնվում են այնտեղ նաև դատախազության աշխատակիցները, այն լրագրողները, որոնք ցանկանում են, այսինքն հարցի օբյեկտիվությունը վերջնականապես պարզելու համար, ինչ է կատարվում, արդյոք ճիշտ են ծնողները կամ չէ, եթե ցես բան չի եղել։ Ամեն անգամ վերջնականապես Որպեսզի դու բոլորը գան այստեղ նախագահական դա ղեկավարության որոշումն է։ Նախարար, փոխնախարար, այո, եւ զինվորական դատախազ։ Հիմա բոլորը ձեր հուզող հարցերով լրագրող ոչ մի մեկ չեք փակցնում եւ թե չեք փակցնում։ Ուրեմն, եթե մեր նախագահը ներողություն, եթե մեր նախագահը մեր ճաղիրի ետևից խոստացավ, որ այո նորանշանակ զինվորական դատախազը կբացահայտի եւ ձեր հարցերի պատասխանը կտա, ուրեմն մենք հիմա բոլորս ուզում ենք, որ նույն ճաղերի ետևից կամ ներսում ընդունի մեզ լսի, թեկուզ հենց քննչական մարմինների դատախազության ներկայությամբ թող ինքը ներկա գտնվի, տեսնի ինչ խաբեբաներ են քննիչները, դատախազությունը, ինչի որտեղ գնա պարզեմ, ռազմականում ես ոչ մի պարզելու բան չունեմ, որովհետև երբ որ ես մի 10 օր առաջ ամսի 22-ին գտնվում էի դատախազ Գևորգ Կոստանյանի սենյակում,
6 քննիչի դատախազի ներկայությամբ վկայր հրավիրել։ Խոսակցությունը գնաց Արմեն Գալստյանին, որ տարիներ շարունակ մենք դատարան չենք կարողացել բերել, Գևորգ Կոստանյանը բերեց։ Եվ հարցրեցինք, այո, դու Տիգրան Օհանջանյանից հետո դու բռնել ես լարը, ասեց այո, բռնել եմ։ Ինձ հետևից 2 հոգի քաշել են, պոկել են։ Դրանից հետո ասինք արձանագրեք դա, որովհետև այդ տղան ցուցմունքներ ա տվել մի հատոր, առաջի հատորում լրիվ ցուցմունքները նայա, որ ոչ ոք չտեսա, որ ես էլեկտրահարվեցի, ոչ ոք չիմացավ, որ ես ձեռքով բռնեցի։ Ինձ հետաքրքրում էր այդ պահին ինքը քննիչ դարձավ։ Այո, ում քննիչի։ Նրա Սրիկան կպատժվի։ Սրիկան դատախազներն են, քննիչներն են, որը ապացուցվեց ամսի 22-ին ժամը 10:30 դատախազ Գևորգ Կոստանյանի կաբինետում, որ ներկա էր քննիչը, գործը հսկող դատախազը Շակալ Արտակ Հարությունյանը, որ այս գործերի գլուխ գործոցնա, հակող, այո, Չերբերնա, Չերբերեն, շակալ չեն, դժողքի շմեն։ Ու Արմեն Գալստյանը մենք ամուսիններով, դուժող իրավաջորդ Սուրեն Օհանջանյանը և Օհանջանյան Տիգրանի մայր Գոհար Սարգսյանը, մեր բոլորի ներկայությամբ, տղան մեր ականջով լսել ենք, ասում դուք սխալ եք լսել, դրանից հետո զանգում եմ Արտակ Հարությունյան, դուք լսեցիք, ձեր հետ խոսելու բան չունեմ, անջատ է ցերախոսել։ Բոլորն էլ տենց են, բոլորը։ Զանգեցինք քննիչին, քննիչ արձանագրեցիք, որովհետև մենք ընդեղ դատախազ Գևորգ Կոստանյանի։ Դուք չեք վստահում Ոչ մեկին արդեն, ոչ մեկին։ Ես ձեզ խախել Խոսացել խոստումը չի կատարվում, կոծկելով ինչի 3 օր շուտ կանչեիք մեզ քննարկման։ Ես ձեզ մի ամիս առաջ եմ ասել, որ ամսվա լինելու է։ Այսօր ամսվա վերջ չի։ Այսօր 14 առաջ են տրվել։ Ինչ է հենց Այսօր կոլեգիա էր, կապ չունեն։ Այսօր եղել է։ Ուրեմն անցած 5 շաբթի անեիք, որը այնտեղ էին։ Այսօր խմուր փաթավ։ Թող ուրփաթ լիներ, անցած ուրփաթ լիներ։ Ուրեմն տեսեք ինչ եմ ասում, երբ որ ամսի 21-ն էր, որ պիտի մենք, այո, այսենց երթով, որ պիտի գնայինք, մենք էլ զորահանդեսի պիտի գնայինք, բայց չգնացինք։ Ուղղակի մենք եկանք, մեր նկարներով կանգնեինք, էլի թույլ չտվեցին։ Մենք խանգարում ենք։ Բայց դրանից հետո մենք շարունակ սպասել ենք մարտի սեպտեմբերի 21-ից մինչև հիմա Մի ամիս չի անցել։ մենք սպասում ենք, իսկ սեպտեմբերի 8-ից որ խոստացել էինք 2010 թվականի հոկտեմբերից քանի ամիս անցել։ Սպասում եմ դե։ Ես այսքան ժամանակ, եկեք վերցեք իմ պայեզը, կամ ձեր։ Մենք ձեզ խախել ենք, ես խախել Եթե քեմեն դիմեն, բայց դուք ասում էիք, չէ, որ լինելու է քննարկում։ Ձեր գործերը կբացեն։ Ես ամսի 28-ին Հիմա բացել են, ինչ եք ուզում։ Եկեք։ ով է բացել։ Ամսի 28-ին ինտերնետ Ձեր քննիչը, քննիչականի պետք է հիմա այնտեղ նստած է։ Եվ ձեր քննիչը, Քննիչը եթե իր կաբինետում չի ուզում ինձ լսել։ Նախագահ քննիչ, հիմա կլսի։ Քննիչը, ոչ, ինչի։ Ինչի։ Ես ինքը գա, հերիք չեմ։ Հիմա թող ինքը գաստե։ Թող ինքը գաստե։ Հերիկա մենք վազենք բոլորի հետևից, համ մեր երեխեքից սպանեն, համ էլ էս ցավն ու վիշտը մեր վրա մենք ընկել ենք իրանց հետևից, որ մեր երեխեքին սպանողներին գոնե պատժեն։ Ով ա տեսել սենց բան։ Համ ես իմ երեխուն տամ։ Պատժվում է, միանշանակ։ Բանը կապանելու համար չի, լրագրողներով հանդերձ, որպեսզի բոլորն էլ պարզվի, որ սա շոու չի։ Ամեն անգամ ասում եք շոու, եկեք բոլորով գեն անկասու սիրում։ Որպեսզի հասարակությանը պարզվի, որ ոչ մեկ չի փորձում ծածկատնփոց անել եւ արուն մղսել։ Այդ ձեր հարցերի պատասխանը հիմա կտան կոլեգիայի տեղը։ Հրավիրում ենք բոլորիդ այնտեղ։ Տարի Բաքվան ջան, 4 տարի ես ճանապարհին անգիր եմ արել։ Դե որ դուք առաջի անգամ, առաջի նախաքննությունից բարձեիք իրականում ինչ ա եղել։ Ես հիմա ստեղ չէի։ Իմ երախու դիակը կհանեի, շիրիմը կհանեի, կթողեի Հայաստանից կգնայի,
Որտեղ, որովհետև 10 տարի ապրելով չեչենների, թուրքերի, ադրբեջանցիների, ռուսների, գրեկների մեջ իմ երեխու մազը չծրվավ։ Եկավ հայրենիքին պաշտպանելու, հայրենի բանակի բորենիները հոշոտեցին ու մինչև հիմա պատասխան չեն տալ։ Այդ դռները ես անգիր գիտեմ, երբ որ այսօր, հենց հիմա, նախագահը, ոչինչ, այն ժամանակ մեզ ընդունել է ճաղերի հետևից։ Թող հիմա ասի եկեք ներս։